Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը շտապում է ներկայացնել Վիոլա երաժշտական դպրոցի տնօրեն, երաժիշտ Տաթև Ասլանյան։ Ամենաառաջինը, ամենասկզբից ուզում եմ հարցնել, ո՞նց ես։ Լավ, Փարքաստո, ուրախ եմ ինձ հյուրը տալելու համար։ Ես նույնպես շատ ուրախ եմ, որ այսօր դու իմ հյուրն ես։ Ուրախ եմ, որ այսօր մեր ծանոթությունն էլ կայացավ, որտեվ մեր ընդհանուր ընկերուհին շատ խոսում էր քո մասին։ Շատ կողմեր որ ասում էր լավ երաժիշտ, լավ մարդ, կարգին ընկերուհի։ Խոսքս մեր Լիդուշիկի մասին է, շուտով ինքն էլ լինելու այդտեղ նստելու է։ Ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն ես։ Շնորհակալ եմ։ Պատմիր քո մասին մի փոքր պատմիր։ Դպրոց, բան, երաժշտական կոնսերվատոր, համառոտ ուղղակի, ոչ թե թիվը, ժամը, օրը, ամսաթիվը, բան չէ։ Սովորեցի դպրոցում, ընդունեցի երաժշտական, ասեց։ Փորձեմ։ Մասնագիտությամբ երաժիշտ մանկավարժ եմ եւ 6 տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց դաշնամուրային բաժին եւ մի քանի տարի հետո ես սկսեցի նաև ուսումնասիրել ժողգործիկներ, շվի, մասնավորապես եւ երաժշտական դպրոցը ավարտեցի արդեն 2 բաժիններում եւ դաշնամուրային եւ ժողգործիկների, որից հետո ընդունվեցի կոնսերվատորիան ժողգործիկների բաժինը եւ իմ դասախոսներ Լիլիթ Սիմոնյան եւ առաջի կուրսում ավելի ճիշտ, առաջի կուրսում ես փոխեցի մասնագիտությունս, գործիքը փոխեցի եւ շվին փոխարինեցինք արդեն սրինգով եւ ես կոնսերվատորիան ավարտեցի որպես սրնգահար։ Այդպես սովորելու հետ կապված եւ վաղ տարիքից եմ սկսել աշխատել, որովհետեւ առաջի կուրս էի եւ ինձ մենակ դասի տուն, այդքան էլ հետաքրքիր չէր։ Ես ընդունվեցի երաժշտական դպրոցներից մեկը, որտեղ որ ես ինքս ավարտել էի ժամանակին եւ սկսվեց իմ արդեն երաժիշտ մանկավարժ ճանապարհս։ Այսինքն դու Հայաստանում էլ դպրոց ունեիր, թե ուղղակի։ Չէ, ես Հայաստանում դպրոց չեմ ունեցել եւ այնտեղ աշխատել եմ, այո, այնտեղ աշխատել եմ տարբեր երաժշտական դպրոցներում։ Առաջի քայլերս որպես ուսուցչուհի եղել է Հայկանուշ Դանելյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ որ ես վերջացրել էի երաժշտական դպրոցը։ Բա Արզաս Ոսկանյանի հետ ինչ կար կապված։ Ինքը կոնսերվատորիայի ժողգործիկների բաժնի վարիչն էր, Արզասը Ոսկանյան։ Շատ լավ։ Ինքը ժողգործիկների բաժնի վարիչն էր։ Մի շատ տենց հետաքրքիր դեպք կար իր հետ կապված։ Հետո այդ դեպքը հետո կպատմես, երբ որ եկանք այդ բաժնի, որ իրական պատմություններ, հա։ Սիրով։ Լավ, հետո եկար Միացյալ Նահանգներ, քանի տարի է այստեղ։ Այստեղ եմ արդեն 13 տարի։ Այստեղ եմ 13 տարի եւ գալուն պես սկսեցի այստեղ էլ աշխատել տարբեր երաժշտական դպրոցներում, այլ դասավանդում էի դաշնամուրային բաժնում, դաշնամուրի ուսուցչուհի էի աշխատում եւ COVID-ը եկավ բոլորիս կյանք, COVID-ից հետո փչացրեց ամեն ինչ։ Կիսով չափ, որովհետեւ COVID-ից հետո իմ մոտ ստեղծվեց երաժշտական դպրոցը բացելու գաղափար, մասնավոր աշակերտներ ունենալու գաղափար, որից ինչ որ մեկը խորհուրդ տվեց, ինչի դպրոց չես բացում, դու ինքդ որոշեցիր ու ասիր, ես պետք է դպրոց ունենամ։ Չէ։ Խորհուրդ ոչ ոք չի տվել, դպրոցի գաղափարը եկավ այստեղից։ Մասնավոր աշակերտները երբ որ ավելացան եւ այն տարածքում Ռիսիդա քաղաքում, որտեղ որ ես աշխատում էի, ունեի մասնավոր աշակերտները, այդտեղ չկար երաժշտական դպրոց եւ ծնողները շատ էին հարցնում դաշնամուրից զատ ուրիշ երաժշտական գործիքների հետ կապված կամ նկարչության հետ կապված եւ ես ոչինչով իրենց օգնել չէի կարող, որովհետեւ այդտեղ չկար ոչ մի երաժշտական դպրոց։ Եվ երբ որ արդեն երեխաները շատացան, հարցերը շատացան ու այդ ժամանակ նոր իմ մոտ առաջացավ որոշում դիմել կտրուկ քայլերի եւ բացել երաժշտական դպրոց հենց
Ռեսիդա քաղաքում։ Այդ համարձակություն համել պետք է ունենալ էլի, դու որոշեցիր ու արեցիր, որտեղ դժվար է։ Շատ դժվար էր։ Իրականում 2 տարի առաջ, երբ որ ես բացեցի շենքի դուռը ու ներս մտա, ես մենակ էի ու իմ մի քանի աշակերտներով, բայց այսօր մենք արդեն 100 աշակերտ ենք, 14 ուսուցիչ եւ գնալով մեծանում ենք։ Ուրեմն լավ անուն ունեք, որ երեխեք են բերում, այդքան ուսուցիչ ես պահում, դա շատ դժվար է։ Շատ դժվար, այդ բոլորին բարձրացրել է, բան, այդ չենք պահել որտեղ որ դուք ապրես, մեծ համարձակություն է ու հա։ Պահում ենք։ Դա շատ լավ է։ 100 աշակերտ, հա։ Հա, արդեն 100-ից տենց մի 5 ենք պակաս։ Ես այն հայաստանյան այդ բաների մասին որ խոսում ենք, այնտեղ էլ աշակերտներ ունեիր։ Այո, ես այնտեղ եմ ունեցել աշակերտներ։ Որևէ պարգևատրումներ, մրցույթներ, բաների մասնակցել եք։ Այնտեղ ես աշխատել եմ ժողովրդիկների բաժնում, դասավանդել եմ շվի եւ այնտեղ կայանալիք Գյումրիում կայանալիք ամենամյա վերածնունդ փառատոն կար։ Այո։ Եվ մենք ամեն տարի գնում էինք ու այդ շատ լավ ժամանակներ էր Գյումրիում անցկացնելը, նախ այնտեղ մարդկանց հետ շփվելը, հետո երաժշտական փառատոներ, արվեստների ու արհեստների քաղաքն է։ Քաղաք Գյումրի, այո։ Այդպես գնում էինք այնտեղ եւ այո, ես ունեցել եմ դափնեկիր աշակերտներ, ստացել ենք բավականին շնորհակալագրեր, Grand-Prix աշակերտ ունեմ եւ այսօր ունեմ նաեւ աշակերտներ, որոնք 5 տարի իմ մոտ շվի սովորելուց հետո իրենք փոխել են իրենց գործիքը, օրինակ աշակերտ ունեմ, որը հիմա նվագում է արդեն սաքսոֆոն եւ նվագում է ջազ խմբում։ Երեխա ունեմ, աշակերտ եմ ունեցել, որ ինքը գործիքը թողել է, հիմա DJ-ա։ Էլի արվեստի մեջ է, էլի։ Կիզով ջապ։ Այդպես ունեմ երեխաներ, որոնք որ այո, այսօր շարունակում են գործը եւ ունեմ աշակերտ 2 աշակերտներ, որոնք որ վերջացրել են կոնսերվատորիան նորի ժողովրդիկների բաժինը։ Դες արդեն արդյունք երևում է, ուրեմն շատ լավ է գործերը գնում։ Շատ լավ է գնում։ Դե քո բարձանքն ու քո գնահատանքն է, էլի, այսինքն քո արդյունքն է, քրտինքի արդյունքն է, որ տեսնում ես քո աշակերտը ինչ որ բաների է հասել ու ինչ որ մեծ հաղթանակների կարելի ասել։ Այստեղ էլ չէ, այստեղի աշակերտները դուք ունեն էլի պարգևատրումներ։ Այստեղ աշակերտներն այո, այստեղ ունենք աշակերտները նախ 2 տարի առաջ, գնանք մի տարի առաջ ունեի շատ տաղանդավոր դաշնակահար տղա, որը որ այստեղ պարգևատրվեց եւ պատվոգիրը ստացավ երաժշտական դպրոցի անունով էր պատվոգիրը, ինքը նվագում էր դաշնամուր եւ բացի դրանից ուրիշ պարգևատրումներ այստեղ չկան, որովհետեւ երեխեքը դեռ փոքր են, դպրոցը ինքը 2 տարի է ընդամենը, ուրիշ այդպիսի փառատոններ, հետո այստեղ չկան շատ փառատոններ։ Լավ, այդ 2 տարի է ինչ գործում է։ Դպրոցը 2 տարի է։ Ու որտեղ էր ասեցի։ Ռեսիդա քաղաքում։ Ռեսիդա քաղաքում։ Ռեսիդա քաղաքում։ Որտեղ այդտեղ չկա, ոչ դպրոց կար, ոչ բան։ Չէ, Ռեսիդա քաղաքում երաժշտական դպրոցներ չկան, երաժշտական դպրոցներ կան ամերիկյան դպրոցներ, որոնք որ շրջակա քաղաքներում են, բայց ոչ Ռեսիդայում։ Եվ հիմա մեր դպրոցը կոնկրետ մի քանի քաղաքի մեջտեղում է։ Գալիս են, կողքի քաղաքներից են հարմար են, որ գալիս են Granada Hills-ից ունենք, North Hills, Woodland Hills, Canoga Park ունենք, որ գալիս են մեր մոտ, Van Nuys, Lake Balboa, իրանք բոլորը ունենք երեխեք, որոնք որ գալիս են այո այդ քաղաքներից։ Վիոլա քո աղջկանունով է, հա։ Վիոլան աղջկաս Մի աղջիկ ունես, չէ՞։ Այո, ունեմ մի աղջիկ, ում անունը Վիոլա է։ Քո աղջկա մասին արդեն դի խոսենք։ Ավարտվեց առաջի մասը մեր հարցազրույցի, հիմա թույլ անցնել գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, գովազդի արդյունքի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ հաճելի մի անձնավորության, շատ տաղանդավոր մի երաժշտի, դպրոցի տնօրեն, Վիոլա դպրոցի երաժշտական դպրոց։ Տաթև Ասլանյանի հետ գովազդի արդյունքի եթերում։ Զարմանալիորեն յուրահատուկ է երաժշտական հնչյունների աշխարհը։ Նույնչափ ինքնօրինակ է մանկական ներաշխարհը։
Երեխաների երաժշտական դասյարակության նպատակն է նրանց այդ ուրույն աշխարհի մասնակիցը դարձնելը։ Վիոլա երաժշտական դպրոցի մանկավարժական կազմի գերխնդիրն է օգնել մանուկներին բացահայտել հնչյունների գրավիչ աշխարհը, զարգացնել նրանց երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, ճիշտ ընկալել արվեստի լեզուն, լսել, հասկանալ ու վայելել նոտայի հմայքը, քանզի գեղեցիկի ընկալումից է սկսվում գեղեցիկ անհատականության ձևավորումը։ Համեցեք Վիոլա երաժշտական դպրոց, որտեղ ձեզ եւ ձեր բալիկներին սպասվում են ջերմ ժպիտներ, անմոռանալի որոնումներ ու արկածներ արվեստի բարդ եւ միևնույն ժամանակ պարզ աշխարհում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Տաթև Ասլանյանի հետ։ Տաթև ջան, աղջկատ մասին խոսում էինք ու ընդհատվեց։ Ինքն էլ ունի քո գեներից, թե ոչ, երաժշտական։ Այս պահին փորձում ենք բացել տաղանդը ինչքանով որ հնարավոր է, որովհետև աղջիկս հաճախում է եւ դաշնամուրի, եւ ջութակի, եւ երգում, այո, եւ երգում, որի դասատուն մեր շատ սիրելի Լիդուշիկն է, բացի դրանից հաճախում է նաև հայկական պարի, բայց երաժշտությունով զբաղվել ընդհանրապես չի ուզում, մասնագիտությամբ ուզում է դառնալ իրավաբան, բայց այս պահին ամեն գնով իրեն փորձում են պահել երաժշտության մեջ։ Եվ շատ հետաքրքիր օրինակ ձեր ընտանիքում կային էլի երաժիշտներ, բան թե չէ, ծնողները, քեռիները չէ, որպես այդպիսին երաժիշտ, երաժշտական կրթություն չենք ունեցել, կան սիրողական պապաս, տատիկս, որոնք որ սիրողական է եղել, բայց ոչ պրոֆեսիոնալ իրանք այդ, բայց կար մեջները կար, որ ասենք երգում է շատ լավ տատիկս, շատ լավ, տատիկս, հորական տատիկս, պապայի կողմից տատիկս շատ լավ երգում է, պապաս շատ լավ երգում է, շատ լավ պարում է, բայց դա չի դարձել իրենց մասնագիտություն։ Բայց դες գեները կան, էլի, բայց կան, այո։ Շատ լավ։ Երգում են շատ լավ տատիկս։ Հենց եկարստեղ մի անգամից զբաղվեցիր քո գործով, հա։ Տեղափոխվելուց հետո մի քանի տարի իհարկե ոչ, ընտանիք, երեխա։ Երեխային ճանապարհեցինք մանկապարտեզ ու նոր սկսեցինք աշխատել։ Իսկ ամուսինդ ինչ մասնագետ։ Ամուսինս կապ չունի երաժշտության հետ։ Ամենամեծ կապը դու ես, հա։ Ամենամեծ կապը ես եմ եւ իր կապը եւ իր օգնությունը ինձ այնքանով, որ ինքը միշտ կողքիս է, ամեն հարցում աջակցում է, ոչ մի բանում խնդիր չի ստեղծում ու օգնում է ինձ, շատ է օգնում այդ հարցով։ Ես կուզենայի այս բանը քո սաների կատարման որևէ մի տեսանյութ կամ ելույթ տեսնել։ Հնարավոր է։ Իհարկե։ Համեցեք։ Գնացինք։ We're not the only ones, I don't regret a thing. Every word I've said, you know I'll always mean. It is the world to me that you are in my life. But I want to live and not just survive. I can love you in the dark. It feels like we're oceans apart. There is so much space between us. Maybe we're already defeated. Yeah. Everything changed me, and I don't think you can save me. Հրաշալի էր։ Ու աղջիկը որ երգում էր, երևի քո դուստերն է։ Իմ աղջիկն է, այո, Վիոլան է, երգում է։ Շատ լավ, ահա, տեսնես։ Ու դասատուն էլ, դնես դասատունի, որ հələ չերգեր։ Մեր Լիդուշիկն է, չէ։ Հա, շատ է սիրում ինքը Միս Լիդային։ Շատ է սիրում ու չնայած Միս Լիդան էլ եթե չլիներ, կարծում եմ, որ չէինք ունենա այն ինչ որ ունենք այսօր։ Կարծում եմ, որ Վիոլան էլ չէր երգին, ոնց որ երգում է։
Ես հետդ խոսելով ու զրուցելով զգում եմ, որ դու այն մարդը չես, որ ինչ որ ձեռք ես բերել, ինչ որ ունես, դեռ կանգնես։ Ինչ ապագա ծրագրեր ունես հիմա ինչի մասին ես մտածում։ Իրականում այս պահին աշխատում եմ դպրոցը որակապես բարձր մակարդակի վրա պահել։ Փորձում եմ քանակի վրա չաշխատել եւ ամեն ինչ անենք որակապես ու նույնն էլ խնդրում պահանջում եմ դասատուներից, ուսուցչական կազմից եւ հետոն ոնց որ փորձում եմ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, որ դպրոցը մեծացնենք, որովհետեւ այս պահին մենք ունենք ընդամենը 6 դասարան, որը որ մեզ օրեր կա, որ քիչ է 100 աշակերտ։ Ահա, եւ օրեր կան, որ 6 դասարանն էլ ամբողջությամբ լեցուն է։ Եվ ես ուզում եմ, դա իմ եւ երազանք է, եւ նպատակ է, եւ ցանկություն է, որ երաժշտական դպրոցը մեծացնենք ու սարքենք ավելի շատ աշակերտներով լեցուն, որ կարողանանք երաժշտությունը ուսուցանենք բոլորին, որովհետեւ մեր երաժշտական դպրոցում չկա ոչ ազգություն, ոչ տարիք։ Այսինքն այլ ազգի աշակերտներ։ Անպայման։ Մենք ունենք այլ ազգի աշակերտներ էլ եւ մենք բաց ենք բոլորի առջև, եթե ցանկություն կա սովորելու երաժշտություն, լինելու երաժշտության մեջ, մենք պատրաստ ենք։ Համերգներ, ելույթներ ունեն մեկ, չէ՞։ Անպայման, միշտ ամեն տարի ունենք մեկ հիմնական համերգ, որը որ լինում է տարվա կամ սկզբին կամ տարվա վերջ եւ դրան զուգահեռ ունենում ենք փոքր համերգներ, որոնք նման են կամ լինում են դասարանական համերգ կամ ինչ-որ հաշվետու ոնց որ ձեր համերգը, ծնողներն էլ գալիս են, տեսնում են արդյունքը իրենց։ Միշտ մենք օրինակ անցած տարի դեկտեմբեր ամսին ունեինք մեր հաշվետու համերգը, որտեղ կային մոտ 180-ից 200 հանդիսատես եւ մեր համերգները անցնում են դահլիճներում եւ դահլիճը լինում է լեփլեցուն։ Շատ լավ, մեծ դահլիճներ եք վարձում։ Այո, դահլիճը մենք վերցնում ենք, որը որ վերցնում ենք, այո, ինքը բավականին մեծ դահլիճ է։ Հրաշալի, չէ, շատ մեծ գործ ես անում, հետո որ ուզում ես ավելի մեծացնես, ավելի ընդլայնես։ Ուզում եմ իմ համար այդ հիմա 3 տարի ունենք, ոնց որ լիսը վերջանա այստեղ, կոնտրակտով պայմանագիրը վերջանա եւ 3 տարուց հետո իմ երազանքն է ունենալ տարածք, որտեղ կունենամ ես իմ սեփական դահլիճը։ Դահլիճը թե դպրոցը։ Դպրոցը, որի մեջ կլինի դահլիճը։ Դպրոցը կունենա իր դահլիճը։ Դպրոցը կունենա դահլիճ, որովհետև ամեն անգամ ես ամեն համերգից դահլիճի փնտրտուքները ինձանից բավականին ժամանակ ու էներգիա են տանում։ Այդ գծով աշխատանքներ տարվում ա, որ ունենաս քո սեփականը։ Հա, երևի։ Տանում ենք այնքանով, այսպես է։ Ես այս պահին աշխատում եմ։ Որտեղ ձեր պայմանագիրը ավարտվում է, չէ՞։ 3 տարուց պայմանագիրը մեր կավարտվի եւ 3 տարի հետո, այո, ես վստահ եմ, որ 3 տարի հետո իմ երազանքը կիրականանա։ 3 տարուց նորից կգամ։ Այո, Աստված տա որ իրականանա, Տաթև ջան, իսկապես դու աշխատող մարդ ես, երևում է, որ աշխատող, ցկտող մարդ ես։ Քեզ առողջություն թող լինի միշտ, որ կարողանաս այդ բոլորի տակից դուրս գալ։ Ավարտվեց նաև երկրորդ մասը մեր զրույցի։ Հիմա ասենք նորից գովազդի, որից հետո նորից կշարունակենք մեր այսքան շատ հետաքրքիր զրույցը։ Բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո շարունակում եմ զրույցս Տաթև Ասլանյանի հետ, հիշեք այս անունը, Տաթև Ասլանյան։ Եվ հիշեք դպրոցը, Վիոլա երաժշտական դպրոց, որտեղից դուրս են գալիս մենք տաղանդավոր երաժիշտներ, մասնագետներ, արվեստագետներ։ Գովազդի արդյունի եթերում։ Զարմանալիորեն յուրահատուկ է երաժշտական հնչյունների աշխարհը։ Նույնչափ ինքնօրինակ է մանկական ներաշխարհը։ Երեխաների երաժշտական դասյարակության նպատակն է նրանց այդ ուրույն աշխարհի մասնակիցը դարձնելը։ Վիոլա երաժշտական դպրոցի մանկավարժական կազմի գերխնդիրն է օգնել մանուկներին բացահայտել հնչյունների գրավիչ աշխարհը, զարգացնել նրանց երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, ճիշտ ընկալել արվեստի լեզուն, լսել, հասկանալ ու վայելել նոտայի հմայքը, քանզի գեղեցիկի ընկալումից է սկսվում գեղեցիկ անհատականության ձևավորումը։ Համեցեք Վիոլա երաժշտական դպրոց, որտեղ ձեզ եւ ձեր բալիկներին սպասվում են ջերմ ժպիտներ, անմոռանալի որոնումներ ու արկածներ արվեստի բարդ եւ միևնույն ժամանակ պարզ աշխարհում։
Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Տաթև Ասլանյանի հետ։ Տաթև ջան, ես ուզում եմ քո դպրոցի մասին ավելի մանրամասն խոսես։ Ես գիտեմ, որ վոկալի կա դասարանը, երաժշտական գործիքներից որն է էլ։ Երաժշտական դպրոցում, այո, երաժշտական դպրոցում մենք ունենք դաշնամուրի, ջութակի, գիթարի, ժողգործիքների, ֆլեյտայի, երգեցողության անհատական դասեր, ինչպես նաև ունենք խմբակային դասեր, նկարչություն եւ շախմատ։ Դասերը հիմնականում շատ թեթև են անցնում եւ ունենք գրքեր, որոնցով որ անցնում ենք, ամեն դասարան ունի իր գիրքը, իր պայուսակը եւ ինչպես նաեւ այս տարի հրատարակվեց նոտայի տետրերը, որոնք որ կազմեցի, խմբագրեցի ես եւ այս պահին օգտագործում ենք մեր դպրոցում օգտագործվում են այդ նոտայի տետրերը։ Նոտայի տետրերը իրանցից առանձնանում են մի քիչ սովորական նոտայի տետրերից նրանցով, որովհետեւ առաջի մոտ 15 էջը ինքը ինֆորմացիոն է, կան մեջը նոտաներ, ռիթմերը, հաշիվները, ամեն ինչ, այն ինչ որ պետք է սկսնակ երեխուն երաժշտություն ուսումնասիրելու եւ երաժշտություն սովորելու համար, նոտայի տետրը իրենը պարունակում է։ Հիմա փորձում ենք նենց հանենք, որ նոտայի տետրերը կարողանանք նույնիսկ հանենք վաճառքի, բայց այս պահին նոտայի տետրերը արկային մենակ մեր դպրոցում։ Իսկ հետաքրքիր է, միայն հայ աշակերտներ ունեք, թե այլ ազգիներ էլ կան։ Ունենք նաև այլ ազգի աշակերտներ, որոնք որ սիրով գալիս են մեր հայկական միջավայր եւ հայերեն երգում են, հա, այլ ազգի։ Անպայման, ասեմ ավելին, որոշ ժամանակ անց մենք ունենք համերգ, որը որ նվիրված է լինելու մեր հայրենիքին, Հայաստանին եւ օտար ազգի երեխաները նույնպես երգելու եւ նվագելու են հայերեն։ Հրաշալի է։ Տեսնում եք, ինչ լավ է։ Շատ լավ է, ապրեք, շատ բարի լավ գործ եք անում, շատ։ Տաթև ջան, շատ ապրեք։ Տաթև հիշում ես, մենք պայմանավորվել էինք, որ մի երկու իրական պատմություն դի պատմես, մեկ հենց Արսաս Ոսկանյանի հետ էր կապված, եւ հետո էլի ինչ-որ պատմություն ուներ։ Հետո անեկդոտ էլ դուք դի պատմես, գիտես, չէ՞։ Հա, ունեմ։ Սկսեցի։ Սիրով, իրական պատմություններից առաջինը, որ կարող եմ մտաբերել, պարոն Արզաս Ոսկանյանի դասարանում, լսարանում, մենք մեր մասնագիտության դասերը այնտեղ էինք անում, կոնսերվատորիայի 4-րդ հարկում, շատ այնց լավ բարի հիշողություններ։ Այնտեղ էինք եւ սեղանին պարոն Ոսկանյանի կար ծաղիկ, որը որ հողը արդեն չորացել էր։ Դա ես էլ մտածեցի ջրեմ, բացեցի պահարանը, իր պահարան ուներ այդտեղ, բացեցի այդտեղ պլաստիկի շշերով անգույն ամենայն դեպս հեղուկ էր, մտածելով որ ջուր է։ Ջրեցի, բայց պարզվեց, որ այդտեղ կարծում եմ, որ դիլիջանից բերած տնական օղի էր եւ ծաղիկը ինքը չորացել էր ծաղիկը, որովհետեւ վառվել էր էլի երևի արմատները, հաջորդ առավոտյան գնում եմ դասի 4-րդ հարկով քայլում եմ ու տեսնում եմ դուռը բաց, պարոն Ոսկանյանը փորձում է հասկանալ, թե այդ ծաղիկին ինչ ա եղել։ Իսկ չխոստովանեցիր, չէ՞, վախեցար։ Չէ, չեմ խոստովանել, իրականում չէ, չեմ խոստովանել, որովհետեւ մյուս դեպքը նույնպես իրական պատմություն է, որը որ այն երաժիշտները, որոնք որ իմ հետ համատարիք են, վստահ եմ, որ գիտեն։ Մենք առաջի երկրորդ կուրս էինք։ Երաժիշտ կոմպոզիտորի մեքենայի տակ անգնում, երաժիշտ կոմպոզիտոր մի հատ մարդ, անունը չեմ մտաբերի, եւ իրեն տանում են հիվանդանոց առաջի օգնությունը ցուցաբերելու։ Եվ գալիս են ոստիկանները, փորձում են հասկանալ ինչ ա եղել, հարցուփորձ են անում, ինչ ես տեսել, ինչ ես լսել, ինչ կարող ես պատմես, ինչ ես հիշում։ Եվ ասում է, ես ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել, միակ բանը, որ կարող եմ ասել, դա մեքենայի ազդանշանը սի բեմոլից էր։ Абсолютно слуха ունեցել։ Թեորետիկ ա եղել էլի իրականում։ Ու տենց ինքը բոլոր այդ մի որոշ ժամանակ կոնսերվատորիայում այդտենց մեծ թեմա էր դարել սի բեմոլը։ Անեկդոտ կպատմես։ Թավջութակահարի մասին։ Ում մասին ես պատմի։ Միակ անեկդոտը, որ Google-ից պեղել եմ, դա թավջութակահարի մասին է, որովհետև իրականում չի ուզում ուրիշ անեկդոտ պատմեի, որովհետև
ոնց հասկացա բոլոր նապարանցիների կամ չգիտեմ ում մասին են։ Ասի մասնագիտությունից հեռու չգնանք ու իմ անեկդոտը թավջութակահարի մասին կլինի։ Մի թավջութակահար գնում է գյուղերից մեկը համերգների եւ այնտեղ դասական երաժշտություն, թավջութակ, համերգ նվագում է սիրուն իր համար, բայց դահլիճը գնալով դատարկվում է։ Մեկն է գնում, երկուսը 10-20 է դատարկվում է, վերջում մնում է մի հատ կին, որը որ սենց ուշադիր նայում է թե լսում է, համենայն դեպս ունկնդրում է եւ այս երաժիշտը կանգնացնում է նվագելը, հարցնում է տատիկին, թե տատիկ ջան, դու սիրում ես դասական երաժշտություն, շնորհակալ եմ, որ մինչեւ վերջ մնացիր, լսեցիր հարգանքներս եւ այլն։ Ասում է, չէ, դղա ջան, տակի տաթորին եմ սպասում։ Շատ լավ։ Դե լավ ինչ ասեմ։ Ոնց որ մոտեցավ ավարտին մեր այսօրվա զրույցը, ափսոս, որովհետև շատ հետաքրքիր իր այդ խոսում ենք, կիսվում ենք, ասում ենք, շփվում ենք։ Մնում է շնորհակալություն հայտնել քեզ, որ գիտեմ որ շատ զբաղված ես, այդքան գործ անողը բարձր ժամանակ շատ չունենա, որ եկել ես ու երեկոյին ես մասնակցում։ Ուրեմն Քենեթ փողոցի վրա կա մի ծաղկի խանութ, որը կոչվում է Քենեթ Village։ Մենք համագործակցում ենք նրանց հետ ու իրանք եթե իմ հյուրը կին կամ աղջիկ է լինում, անպայման իրանց կողմից ծաղիկ են ուղարկում, մեր խնդրակով իհարկե։ Ես ուզում եմ քեզ մի համեստ ծաղկեփունջ նվիրել ես Քենեթ Village-ի ծաղիկներից ու հրաժեշտ տալ սպասելով քո էլ ավելի մեծ համերգներին ու սպասել, որ բացմանը քո արդեն սեփական դպրոցի կգանք մենք էլ կմասնակցենք։ Մեծ սիրով, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ։ Անդրեմ, այս համեստ ծաղկեփունջը քեզ։ Միշտ որ հանդիպում Շնորհակալ եմ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրներ Տաթև Ասլանյանը։ Ես հիմա ուզում եմ ասել մեր հաղորդման ավարտական խոսքերը։ Կյանքում ամենակարևորը նա է, որ դու պարծենաս քո զավակներով, իսկ քո զավակներն էլ պարծենան քեզանով։ Հենց սա է քո կյանքի արդյունքը։ Այսքան բան բարեկամներ, միշտ որ հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեր հայտարարության վրա եմ եկել, որ հայտարարություն եք տվել, պահանջում եք մասնագետներ, ովքեր տիրապետում են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն լեզուներին, չէ՞։ Այո, համեցեք։ Անգլերեն գիտեք։ Անգլերեն, չէ, ցավոք սրտի անգլերեն չգիտեմ։ Իսկ իսպաներեն։ Իսպաներեն, ասում են լեզու, բայց դեռ չէ, իսպաներենի հետ կողմ։ Իսկ ֆրանսերեն։ Ոնց կուզենայի ֆրանսերեն իմանալ չեք պատկերացնի, բայց Շարլ Ազնավուրի երգերը չհասկանա մարդ, չէ, ֆրանսերեն էլ կապ չունի։ Իսկ իտալերեն։ Իտալերեն ընդհանրապես կապ չունի, աղջիկ ջան։ Իսկ ինչու եք եկել։ Աղջիկ ջան, եկել եմ ասեմ, որ մի վրա հանկարծ ուշ չդնեք։ Եղավ։